Քաղաք Ռուսթավիում տեղի ունեցած Դինամո ակադեմիայի ֆուտբոլային մրցաշարին մասնակցեց Ցամց Խեջավախեթիի թիմը և վերադարձավ հաղթանակած։ Ես սկզբից ողջունում եմ բոլոր ֆուտբոլասերներին, Բադանի, Մանուկ, հասակ երեխաներին, որոնք մասնակցում են ֆուտբոլային պարապմունքների և ֆուտբոլային խաղերի և նրանք շատ եռանդուն, մեծ եռանդով մասնակցում են ֆուտբոլային աշխարհով, հետաքրքրվում են ֆուտբոլային աշխարհով։ Ասեմ, որ վերջերս ամսու 5-ից 7-ը քաղաք Ռուսթավում տեղի ունեցավ ամբողջ Վրաստանի մասշտաբով Դինամո ակադեմիայի ֆուտբոլի մրցաշար, որտեղ մասնակցեցին տարբեր գուբերնիաներ։ Ես մի 2-3 հատ թվեմ, որ հետաքրքիր լինի, հասանելի լինի մարդկանց։ Ուրեմն Դինամո ակադեմիան ամբողջ Վրաստանում մեկ ունի իր թիմերը տարածաշրջանների տարբեր քաղաքներում։ Այս մրցաշարին մասնակցում էին Քվեմո Քարտլի, ուրեմն Շիդա Քարտլի, Ցամց Խեջավախեթի, Սվանետիա Կախեթի, դա մեր պատգրուպն էր եւ չասեմ բոլոր միասին երկու պատգրուպա էին, որոնց շատ թեժ պայքար ընթացավ, առաջնություն անցկացվեց Վրաստանի մասշտաբով Դինամո ակադեմիայի 12 տարեկան ֆուտբոլիստների միջև։ Ասեմ, որ մեր թիմը շատ մեծ պատրաստվածությամբ եւ ոգևորությամբ էր մասնակցում այդ մրցաշարին։ Մրցաշարը անցավ ոչ օլիմպիական սիստեմով էր, որ միավորների հավաքումով էր, բոլորը պետք է խաղային իրար հետ մեկ-մեկ խաղ, յուրաքանչյուր ենթախումբ։ Մեր ենթախմբի ուղղած այդ 4 թիմը մեր Ցամց Խեջավախեթի հավաքական թիմը փայլուն իր խաղով եւ իր էությամբ ու կեցությունով հաղթանակ տարավ տարբեր տարածաշրջանների թիմերին։ Վերջինս դուրս եկավ եզրափակիչը հանդիպեց Թբիլիսիի եւ Ռուսթավի Դինամո ակադեմիայի հավաքականի թիմի հետ։ Մեր Ցամց Խեջավախեթի թիմը մեծ առավելություն ուներ այդ թիմի նկատմամբ եւ հաղթանակ տարանք 3-2 հաշվով գրավեցինք առաջի տեղը եւ արժանացանք ամենայն մեծ գովասանքի, տղաները արժանացան նվերների եւ իհարկե պարգևատրվեցին կավաթով ու հուշանվերներով։ Շնորհակալություն կազմակերպիչներին։ Իհարկե ասեմ, որ մեր տարածաշրջանից 5 ֆուտբոլիստ արդեն իսկ գրանցված են այդ հավաքականում, որը պետք է տեղի ունենա, չգիտեմ, Եվրոպայի որ քաղաքում այդ մրցաշարը 12 տարեկանների, մինչև այդ էլի կա մեկ հավաք փետրվարին, այդ հավաքի ժամանակ է նույն թիմերը նորից կհավաքվեն, թվով 100 ֆուտբոլիստ են, այդ 100 ֆուտբոլիստներից պետք է մեկնեն 15 ֆուտբոլիստ։ Նրանք նորից կանցկացնեն այդ մրցաշարը։ Ես ցանկանամ, որ նորից մեր Ցամց Խեջավախեթի թիմը նույն վեհությունով ու առավելությամբ հանդես կա, հնարավորություն կա, որ եթե թիմը նորից նույն հաջողության հասնի այդ ժամանակ, կարող է եւ մեծամասնությունը, եթե 5-6 հոգի են գրանցված, ապա կարող է եւ ամբողջ թիմով մեկնեն Եվրոպա։ Ես ցանկալի էր այդպես լինել։ Մեծ շնորհակալություն մեր կոորդինատից Գոչա Չիկովանից, մեծ շնորհակալություն մեր մարզադպրոցի տնօրեն Վալերի Պետրանից, որ ամեն ինչով աջակցում է, ամեն ինչով մեր թիմի կողքին է, մեր կողքին է եւ խրախուսում է, որ ամենաշատ փոքր երեխաները ֆուտբոլի մասնակցեն եւ այդ ֆուտբոլի կյանքով ապրեն։ Մեծ շնորհակալություն նաեւ մեր տեղական կառավարությանը, որ ուշադրություն է դարձնում մանուկների ֆուտբոլի առաջընթացի համար։